Ես ինձ հիշում եմ խելագար գժկասեր, որպես գժկերի տանում էի դպրոց և մի օր մենք շատ խիստ դասղեկ ունեինք, պարզվում է, որ ինքը հարց է տվել, իսկ ես գժկերի աշխարհում այնքան էի տարված, որ բոլորը հայացքը իջեցրել են այդ հարցը չգիտեն, ես բարձրացրի հայացքը մի ճճոց լսեցինք, շատ բարձր ճճում էր, Լիլի, նորից դու գիրք ես բերել, ապուշի հայացքով ինձ ես նայում, վաղը մորդ կբերես, բայց չէր օգնում, ես մեկ է պիտի կարտայի ենքան, որ ինչ ասեմ, իմ աշխարհայացքը լրիվ գժկային էր, բայց դրա համար բանասիրության ֆակուլտետ գնացիք։ Այո, հա։ Բանասիրական չէր, տարրական կրթության մեթոդիկայի, բայց որովհետև ինստիտուտը շատ քիչ կուրսեր ուներ, ֆիլիալ էր, Երևանի մանկավարժական ինստիտուտի ֆիլիալն էր, մենք հրաշալի դասախոսներ ունեինք, մենք արտակարգ հայոց լեզու ենք անցել, Սենեքերի Մելքոնյանը մեր աստվածն էր, շատ կներ են, իսկապես իսկական ուսուցիչ էր Փարիսպուն իմաստով, մենք բոլոր սիրարված ենք իր ամադուցման ձևով, իր շատ խիստ, բայց նաև մարդկային վերաբերմունքով, մենք այդ սերը մեզ ոնց որ դրդում էր նորից հայոց լեզուն, ինչպես պետք է տիրապետել, երևի թե փոխադարձել էր, որովհետև պետական քննությանը ես չնայած չորրորդն էի, ինքը մոտեցավ ասում է Լիլի, դու առաջինը ելույթ ունեցի, որ լավ տպավորություն լինի, ասի լավ, չնայած համայրը չէի մտածել, բայց շատ լավ։ Քանի տարի աշխատեցիք դպրոցում, սիրով եք աշխատել։ Դպրոցում այդքան չեմ աշխատել, որովհետև անմիջապես ընդունվեցի ֆրանսերենի ֆակուլտետը, ֆրանսերենն էլ շատ հետաքրքիր ինչի եմ սկսել, ուրեմն դպրոցում մենք ֆրանսերեն չենք անցել, ուղղակի գիտեին, որ 7-րդ դպրոցում ֆրանսերեն լավ չի դրված, դրվածքը, և մյուս լավ քննությունների հետ մեկտեղ հիմնականում 5 էր, ֆրանսերենի քննություն, իմիջիալոց 9 քննություն ենք տվել ընդունելության, տեսամ, որ ես համարյա չգիտեմ, ասին մենք ձեզ ուղղակի տեսնելով ձեր մյուս թվանշանները ու որոշ հանգամանքներ, այսինքն դպրոցը, ձեզ պայմանավորեն և բավարար ենք տնում, բայց այն պայմանով, որ եթե դուք մյուսները այդքան լավ գիտեք, սա էլ պիտի սովորեք, լավ, ես ընդունվեցի, տառերը հազիվ ճոգում եմ, մեր ուսուցիչը հայրենադարձ էր Թեքեյանը տեսնում է, որ ես չեմ կարող կարդալ, ասում էր, այնքան անհամ, այնքան անդուր եք կարդում, ու մի օր ես ժիր մարդ եմ, ձեռ եմ պարզացնում, ասում, գեր Թեքեյան, էդ ինչի կարապի լիճը եզակի թիվ է, իսկ ֆրանսերեն հոգնագի է, ասեց, դու արդեն էդ էլ ես ճոգում, ու կդրվեցի առաջին անգամ, ես ստուգարկը, երկրորդ անգամ, երրորդ անգամ եթե կդրվեի ինստիտուտից դուրս էի մնում, հիմա անգել եմ ես, մաման փնտրում է մասնագետներ, ես դուրս եմ մնում, ինստիտուտից դուրս եմ մնում, չգտանք ես ինքս գիշեր ու զոր պարաբելուց հետո, ուրիշ ֆակուլտետով, աշտեմ մերը չկար, իրենց հետ ես տալիս եմ ստուգման շատ խիստ քննություն, ու առաջն եմ նստել բոլորին հուշում եմ, ով մի քիչ կմկմում է, ես հուշեցի, վերջինն է ինձ թողել, եկա նստեցի, ասում է, ստուգման կրկուկըտ դուր, ասում, գեր Թեքեյան, ես պարապել եմ, Դե արդեն հասկացել էր փորձառու մասնագետ, որ գիտեք։ Դուք հարցրեք, դուք ինչ է ուզում եք կդրել, ինչ է։ Եթե դու ասում ես բոլորի փոխարեն պատասխանեցիր։ Եթե ես այսքան խիստ չլինեի,
դու այսօր իմ առաջին ուսանողուին չես լինի։ Ու այդ սերը բարգավաճեց, առաջ գնաց, ոնց որ իներցիայով ես շարունակեցի գրքեր կարդալ եւ այլն, ինքը դժբախտաբար մահացավ, Մեղրիկյան Հակոբն եկավ շատ հայտնի մասնագետ, ու այնտեղ ես փայլում էի լրիվ, ինքը առաջարկեց, ասեց ափսոս չի ես գիտելիքներդ, արի կլինի հերագակոնի ավարտի։ Ծանոթություն կար, որ գնում էին, ամուսիններ նույնպես Պիտիգորսկում սովորում էին, ասես դու երեխա աղջիկ ես, լրիվ տարիքս էլ չէր երևում, որ այդքան եմ, ասեց իրենց հետ գնա ու ես համոզված եմ, որ դու կընդունվես։ Այսինքն Ռուսաստանում սովորեցիք ֆրանսերեն։ Ռուսաստանում Պիտիգորսկում հայկական կրթությունով պատկերացնում եք լեզվաբանական վերջը, բայց հաղթահարեցի էդել, շատ լավ հաջող հանձնեցի, 3 հոգի ենք երկրորդ մասնագիտությամբ ու իրենք վերջում ամփոփելով ասեցին մենք բոլորից շատ գոհենք այդ 3-ից, որոնք երկրորդ մասնագիտություն ընտրել էին ֆրանսերեն լեզուն։ Այդպես ու ֆրանսերենը հետաքրքրվեցի։ Բարդ լեզու է։ Այսօր կիրառում եք, դուք ինձ ասացիք, որ գնում եք լեզվի ակումբ, խոսում եք։ Ֆրանկոֆոնիայի ակումբում ամեն շաբաթ գնում ենք եւ ոչ մի բառ հայերեն, խոսում ենք 2 ժամ ֆրանսերեն։ Դա ինձ համար հրաշալի օգուտ էր, օգտակար էր, որ ճիշտ է, գրականություն շատ էի կաշտացել, բայց բնագրով կարդում եք։ Բնագրով, իհարկե բնագրով, բայց բանավոր խոսքը այն չէր։ Հիմա փառքասու լրացնում եմ այս տարիքին։ Հետաքրքրական է, որ իհարկե հետաքրքրական է, որ նոր լեզու սովորելը հմտանալը ավելի, սա ուղիղ աշխատանքը նաև խթանում է, արդեն ապացուցված իրողություն է, դուք մարզվում եք ուղիղ։ Այո, ուղիղ մարզվում է, որովհետև դժվարությունների ես հանդիպում, հաղթահարես, գրավոր աշխատանքը, թեկուզ այդ ամենը վարժությունները, խոսակցականը։ Կարող ենք այսօր սկսել տարիքի մասին հարցից։ Հա, ինչու՞ չէ, ես չեմ թաքցնում իմ տարիքը, այն բավականին շատ է, 84, արդեն 85-ի մեջ։ Ծնվել եմ 41 թվին, պատերազմի ժամանակ։ Մանկությունս չնայած շատ պարզ է, խիստ է եղել պատերազմի տարի, բայց մենք շատ ուրախ ընտանիք ենք եղել։ Աչքս բացել եմ երաժշտությունով։ Մեծ եղբայրս երաժիշտ էր, ճիշտ է ուրիշ մասնագիտություն ուներ, բայց թառիստ էր եւ իրենց փորձը այդ խմբի փորձը մեր տանն էին անում։